Ձեր կյանքի մեջ տարօրինակ իրավիճակ է, ձեր անձնական կյանքի մեջ ոնց որ որոշակի սառնություն մտած լինի, ոնց որ էմոցիոնալ դաշտը ամբողջովին դարել է բացասական։ Տեսնենք ինչն է այդ իրավիճակի պատճառը, ինչն է բերել նման իրավիճակի, ոնց որ բաժանություն լինի, ոնց որ թշնամություն և օտարություն լինի։ Այո, ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ կան խնդիրներ, տարաձայնություններ, հնարավոր է մեկիդ չեք ընդունում, ամեն մեկը ձեր մեջ փնտրում եք, որ ամենակարևորը, ամենաուժեղը, ամենաառաջնայինը դուք եք, դուք ավելի շատ մտածում եք ձեր եսի մասին, ձեր էգոյի մասին, և ինքնըստինքյան ձեր այդ էգոն բերել է նման խնդիրների առաջ է կանգնեցրել, որպեսզի նման իրավիճակից դուրս գաք, մեկիդ հանդեպ եղեք զիջող, որովհետև ընտանիքը, զույգը, սիրային անձնական հարաբերությունը դա ոչ թե կռիվ է, դա ոչ թե վիճաբանություն է, ընտանիքը և սերը դա մարտադաշտ չէ, դուք ոչ թե պետք է իրար հետ պայքարեք, այլ պետք է զիջող լինեք համատեղ կյանք վարելու համար։ Դուրս կգաք դուք այդ իրավիճակից, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Այո, սիրելիներս, խելացի եղեք, իմաստուն եղեք, պայքարող իրավիճակից, իրար հետ վիճելու իրավիճակից դուրս կգաք և դուք այդ իրավիճակից դուրս կգաք ավելի ամրացած, ավելի մեծ սիրային էմոցիոնալ դաշտի հասնելով դուրս կգաք և դուք այդ իրավիճակից դուրս կգաք հաղթանակով, երջանիկ նորից ընտանեկան և անձնական հարաբերություններ ձեռք բերելով։